Պիկ Ռոբերտ Քոչյանը խոսում է երկաթգծից, երբ 2008 թվականին փետրվարի 28-ին մարտի 1-ից 3 օր առաջ ինքը թուղթ է ստորագրում եւ հայկական երկաթգիծը կոնսորցիումային կառավարման է տալիս ռուսական երկաթուղիներին։ Ինչի՞։ Նրանք էլ խոստանում են, որ 600 միլիոն ներդրում են անել։ Թողնեմ մի կողմ այդ ներդրումն արել են թե չէ։ Ակնհայտ է, չէ, որ հայկական երկաթուղիները որևէ տեղ չեն տանում։ Փակեն։ Ռուսները վերցնում էին 600 միլիոնը դնեին, որ ինչ անեին, որ որևէ տեղ չտաներ, փակել մնար։ Դրա համար էլ այդ 600 միլիոնը չեն դրել, որտեվ եթե դրած լինեին, այսօր Հայաստանի շարժակազմերը շարժվում են 40-ից 60 կիլոմետր արագությամբ, 60-ն էլ հազվադեպ։ Այդպես մենակ Կիմչինինի գնացքն է շարժվում, էլի, որը զրահատեխնիկա է։ Այսօրվա երկաթուղիները շարժվում են 240-280 արագություններով։ Միացյալ Նահանգները այստեղ մեր հետ համարտեղ կորսոնցիոբային լինելով դառնում է տարածաշրջանում ամերիկյան լոկոմոտիվներ, մեր տարածքը դարձնում է ամերիկյան լոկոմոտիվներ վաճառելու գովազդային տարածք։